Ողջույն, ժամեմի եթերում դեմքեր հաղորդաշարն է, այսօր մեր տաղավարում ենք հյուրընկալել հեղինակ կատարող, պրոդյուսեր Վակա Դավթյանին, ողջույն Վակա։ Ողջույն։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք եւ նաեւ շնորհավորելու առիթ կա ձեզ, դուք ներկայացնում եք Նոր Հայաստան երգը, Իմ Հայաստան։ Հա, Իմ Հայաստան երգը, որը նորույթ է հայկական մշակույթում, կխնդրեի ներկայացնեք երգի նորույթը եւ ինչ երենից ներկայացնում, ովքեր են աշխատել երգի ստեղծման վրա։ Դե հիմա ճիշտն ասած երգ ասելը մի քիչ սխալ է, որովհետեւ այդ դեպքում ստեղծագործություն է ասում, որովհետեւ իմ կարծիքով ինչքան ես եմ տեղեկացված, գիտեմ, որ կա ֆոլք մետալ, որոնք դոգմա խումբն են նվագում եւ բավականին մեծ ճանաչում ունի արտասահմանում։ Մենք արեցինք պրոգրեսիվ ֆոլք մետալ, որովհետեւ իրենք տարբերվում են իրենց ոճային եւ առումով եւ զարգացման։ Ինչ այրանից ներկայացնում պրոգրեսիվ մետալը։ Սկսեցինք միտքը ծագեց, երբ որ իմ շատ լավ ընկեր Ռոման Մուշեղյանը եկավ իմ համատեղ համերգին հայ արտրոք խմբի հետ, եկավ ասեց ուզում եմ ձեր համար տեսահոլովակ նկարեմ, սարքեք Կոմիտասից ինչ-որ մի բան, ես շատ, ոչ թե շատ վատ եմ վերաբերվում, եթե սարքում ես ինչ-որ բան կպնում ես Կոմիտասին կամ Սայաթնովային, պետք է այնքան գրագետ անել այդ ամեն ինչը, որ ոչ մեկ թեկուզ ես չկարողանամ խոսել, իսկ ես լինելով շատ ինքնակնդադատ մարդ դժվար թե չխոսամ ինքս ինձ վրա եւ քանի որ հայ արտ մետալ խմբի երգերը գրում էր Արմենը Սարգսյան, ստեղնաշարային գործիքները, կանչեցի Արմենին, ասի Արմենը այսպեսի առաջարկ ունենք, եւ Արմենը ստեղծագործեց, այնպես ստեղծագործեց, որ ես 2 ամիս չէի կարողանում բառերը գրեի, որ հանկարծ այդ երաժշտությունը չտուժի սխալ բառերից, 2 ամիս չարչարվելուց հետո գրեցի Իմ Հայաստան, ստացվեց երգը այդպես, ու հետո որ ձայնագրության ընթացքում, երբ որ եկան էլի իմ ընկերները, ոնց որ շատ շնորհակալ եմ, դա Ալիկնա Փելոշյան, Միքայելը Ոսկանյան, որոնք եկան եւ այնց Ավոն բլուլ նվագող, կներես Ավոջան հասկանում չեմ հիշում, այնքան լավ ես զգում, որ գալիս են ձայնագրվելու ու ասում են Էս ինչ է կարել, էս ոնց է կարել, ու տենց ծագեց միտքը, որ էս ինչ է կարել, էս ոնց է կարել, պետք է շարունակություն ունենա եւ դառնա պրոյեկտ, որը իր մեջ կընդգրկի 12 ստեղծագործություն եւ որով մենք կարող ենք արդեն այսպես բաց ճակատով ներկանալ աշխարհին, որովհետեւ ես արդեն երգում եմ բավականին երկար ժամանակ ու հասկացել եմ, եթե դու քո ազգայինը չես օգտագործում ինչ որ դու անում ես կոնկրետ երաժշտության մեջ, դու ոչինչով չես կարող զարմացնել, ոչ ձայնով, ոչ մի բանով չես կարող զարմացնել Եվրոպացուն, եթե չանես քո ազգայինի հիմքի վրա։ Նշեցիք պրոգրեսիվ ֆոլքի մասին, ձեր ստեղծագործության մասին, իհարկե մեր ընթերցողները կամ դիտողներն առողջություն կունենան նայելու, լսելու այդ կատարումը, բայց իդեպ քանի կներես, ես չգիտեմ, երբ ենք մենք եթեր գնալու, ուրեմն այդ երգի պրեմիերան ռադիովանով տեղի կունենա ամսի 24-ին ժամը 8-ին։ Լսեք ռադիովան, որ տեղեկացված ենք։ Կարծում եմ մեր կայքում էլ հնարավորություն կլինի լսելու, բայց այդուամենայնիվ կներկայացնեք ինչ երենից ներկայացնում պրոգրեսիվ ֆոլք ասվածը, որտեղ ինքը նորություն է, ինչքան որ ես հասկացա, եւ պետք է թեկուզ մարդկանց իրազեկել, թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ բաղադրատարեր ունի։ Առաջին հերթին ես էլ եմ ասում, ինչի չեմ ասում երգ, որովհետեւ մարդ սովորել է երգը 3-4, ամենաշատը 4 րոպե, պրոգրեսիվ բառը հենց պրոգրեսիայից է։ Ենք նույն մաթեմատիկայի մեջ, պրոգրեսիա նշանակում է, որ դու հավասարումը լուծեցիր, նա շարունակություն է ունենալու, ինքը իր վերջնակետն ունի, այդ վերջնակետը մեջտեղում է կարող է լինի, բայց ինքը պետք է պրոգրեսիա ապրի, որ գա հասնի իր վերջնակետին։ Այսպես էլ երաժշտությունն է, ինքը սկսվում է, ու ինքը մի թեմա չի։ Ինքը սկսվում է, շարունակվում է, զարգացում է, ապրում է մի քանի գործիքներով, հետո նոր գալիս է հանգում է իր ավարտին, դրա համար մենք երգ չենք լսում, մենք լսում ենք ստեղծագործություն, որտեղ սոլիստ են համ երգիչները, համ նվագարանները, որոնք նվագում են, դա կիթառն է, դա բաս կիթառն է, ամեն ինչ, թառը, զուռնան, որը այստեղ բլուլը, որ նվագվել է, իրանք բոլորը սոլիստներ են, այստեղ չկա երգիչ նվագող, չէ, այստեղ բոլորը հավասար, այո, չէ, պրոգրեսիվ մետալ, որ նվագում երգում են, այստեղ
կարևորը ասենք ամեն ինչին տեղ է տրվում, հա, նվագում է հարվածային գործիքները պետք է ունենա իր սոլոն, գիտարը պետք է ունենա սոլոն, բասը, ամեն ինչը այդտեղ ոչ մեկին չեն անտեսում այդ ժանրի մեջ, ովքեր բեմի վրա են կամ ձայնագրման ստուդիան, բոլոր իր տեղ ունեն։ Մենք չենք ասում ես երգչուհին եմ այս երգի, չէ, ես մասն եմ այս երգի։ Տեսակետ կա, որ կներես ասեմ, իսկ ֆոլկը, որովհետև ու ֆոլկլորը ինչի կա, մենք ֆոլկ նվագարանները թառը, բլուլը, դհոլը, զուրնան, իրանք արկային անընդհատ, անկախ իրանք սոլոներից, որոնք կան այդտեղ, իրանք ու երգը գրվել է հայկական, ասենք մենք հասկացողներ ասենք տերցիա շրջվածքների մեջ չեն կար, մենք կվարտակ վինտովի շրջվածքների մեջ չեն կար, որ դա զուտ հայկական շրջվածքներ են։ Իսկ բավականին աշխատել եք, բայց տեսակետ կա, որ Հայաստանում ռոք, որակյալ ռոք չի կարող ծնվել զուտ մեր ազգային մտածողության պատճառով եւ հետաքրքիր է, որ դուք բավական ռիսկային քայլի եք գնացել համադրելով ֆոլկլորը, հա, ժողովրդականը եւ նաև ռոքային տարեր մտցնելով դուք վախ չկար սկզբնական շրջանում այդ ստեղծագործության վրա աշխատելիս կամ չգիտեմ ինչն է ձեզ դրդել գնալ նման քայլի վախ ինչի հանդեպ վախ ոչ չի ստացվի չէ խոսքը փողի մասին չի այլ որ չի ընկալվի որտեվ կան երկում են թեկուզ կոմիտաս ներկայացնում են բայց քննադատությունների է արժանանում եւ ասում են որ ձեր արած գործը ավելի լավ չլիներ քան լիներ այս վախը չի եղել ձեր մեջ նայած ինչի համար ես դու աշխատում ես, աշխատում ես ինչ-որ բան ստեղծելու համար։ Համենայն դեպս ճիշտն ասեմ, շատ մարդ չի լսել, հա լսել են երաժիշտներ, ովքեր նվագել են, լսել են իմ ամենամտերիմ մարդիկ, դեռ են որ նոր բառերը գրվել է, երբ որ տանը դու սենց երգել ես, մի քանի հոգ ուղարկել եմ, ճիշտն ասած, մի բան կա, եթե ինձ դուր է գալիս, ոչ թե իմ արած ես եմ ասում, ինձանից շատ ինքնակնդադատ մարդ չլինի, եթե իմ դուրը եկել է, իսկ սկզբանն է, որ սկսել ենք, հա, միտքը դուրս եկավ, հետո երաժշտությունը դուրս եկավ, հետո մինչև իմ գրած բառերը դուրս եկավ, հակից գնաց, դա նշանակում է շատ աշխատանք ու ես չեմ ակնկալում, որ պետքա 100-200 հազար հոգի մի անգամից սա դուրը գա, ես ակնկալում եմ, որ 100 հոգի ասի լավն է ու այն մարդիկ, որոնց կարծիքը են շատ մեծ նշանակություն ունի, ես կհամարեմ, որ ես պատրաստ եմ մնացած գործերը անել արդեն, մնացած երաժշտությունները արդեն, գործը կհամարեմ, որ ստացվել է։ Ձեր դեմքի ռեակցիայից ես հասկացա, որ այն տեսակետը, թե Հայաստանում չի կարող ծնվել որակյալ ռոք, համամիտ չեք այդ տեսակետի հետ։ Դուք ինչ կարծիք ունեք հայկական ռոքի մասին եւ ինչպիսի զարգացում եք կանխատեսում եւ ինչպիսին է հիմա այն։ Ես մի բան շատ ուրախալի փաստ, որ երեխաները կան այդպես ստվար, հոց չեմ ասում, հոցը ուրիշ մարդիկ են, ստվար մասա կա Հայաստանում, որ 10 տարեկանից, 11 տարեկանից, ասում ես ինչ ես լսում, ասում են ռոք, դու այնքան ես ուրախանում, որտեվ եթե այդ երեխան ռոք է լսում, ինքը մի քիչ մեծացավ, արդեն կլասիկ երաժշտություն էլ կլսի, դա շատ մեծ նշանակություն ունի, որովհետև ռոքն ինքը ընկալելու համար, ես չեմ ասում, ասենք մի երկու օրվա խմբերը, արտասահմանյան 16-17 տարեկան, մենք ունենք, ու մենք ասելով համայն մարդկությունը ունի շատ լավ երաժիշտներ, որոնք ռոք են նվագում ու այդ երեխեք այդ լսում են։ Ու կան մարդիկ, որոնք Հայաստանում ես շեշտեցի դոգմա խումբը, որոնք շատ որակյալ երաժշտություն են մատուցում։ Մենք ունեցել ենք ոստանհատուցիչը, չգիտեմ, իրանք համերգ տալիս են թե չէ։ Մենք ունենք Կիրովականում շատ լավ ռոք խմբեր, շատ հետաքրքիր որ Կիրովականում այս վերջերս լսեցի անունը չգիտեմ այդ երեխեքի փորձին ներկա եղավ, խմբի անունը չգիտեմ, հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Կարևորը որ մարդիկ չընկնեն փող աշխատելու հետևից սկզբնականում, որովհետև դա փչացնում է ամեն ինչ։ Իսկ ինչն է պատճառը, որ այդ ձեր նշած լավ ռոք երգերը այսօր չեն բարձրանում հեռուստատեսություն, փոխարենն մենք լսում ենք բազմաթիվ անորակ կատարումներ նույն հեռուստատեսությունից։ Ինձանից մի հարցրեք, այդ հարցրեք հեռուստաընկերություն։ Դուք որպես ոլորտի մարդ երկար տարիներ այդտեղ եղել եք, փորձել եք իրենց հետ կապ հաստատել, չեն թողել կամ չգիտեմ, ոնց է դա կատարվել։ Չէ, ես միշտ տարել եմ այն ինչ որ ես եմ ուզում, ես երբևիցե, շնորհակալություն բոլորին, երբևիցե խնդիր չեմ ունեցել, որովհետև
Երևի թե ինձ սիրում են որպես մարդ, ընկերներ, ընդհանրապես խնդիր չի եղել, հարց են չի, ես ինչի հիմա շատ չեմ երևում կամ առաջ երևացել եմ, կամ ինչ, ես ուրիշ, այսինքն ես պարապել եմ, գնացել եմ անցած տարի Շվեդիա Գրանպրի եմ վերցրել միջազգային կոնկուրսում, եկել եմ, Պրագայում ավելի շատ ուրախացան այդ թեմայով, քան Հայաստանում, բայց ես ինքնահաստատվել եմ ինքս իմ հաշվին ու ինքս իմ վրա, ոչ թե ուրիշների հաշվին ու այն անելով, ինչի ես չեմ ուզում։ Նոր քիչ առաջ տաքսու վարորդին ասում է ազատ մարդը այնա, որ ոչ թե ինչ ուզում անում է, այլ ինչ չի ուզում, չի անում։ Ես ինձ մի քիչ ազատ եմ համարում, ասենք ես չեմ ուզում երգեմ այն ինչ որ ինձ դուր չի գալիս, զուտ նրա համար, որ ասեմ դե հիմա տենց ենք փող աշխատում, ինչ անենք, ես տենց բան չեմ անում։ Բացի այդ փող աշխատելու մոլուցք, գուցե կոպիտ է հնչում, մոլուցք, հենց փող աշխատելու մոլուցքից կա հայկական երգարվեստում կամ մշակույթում մի տենդենց, որ նկատում եք եւ կուզեիք փոխել կամ ձեզ դուր չի գալիս։ Դե ինձ շատ բան դուր չի գալիս, եթե սկսեմ խոսել, ուրեմն շատ կխոսեմ, հետո կասեն, ես ինչ ինքնահավան աղջիկ էր։ Հիմնական բաները խնդրում նշեք։ Հա, ամեն ինչ, ասենք եթե դուր է գալիս ինձ, դա մի 0.1%-ը կարող է դուր գա, բայց էլ եմ ասում, իմ կարծիքը մի քիչ որպես երաժշտության մեջ, հիմա ասենք ինչ որ բաներ լսելուց, ինչ որ եզրակացություններ անելով, դու հասկանում ես, որ տվյալ մարդը լսել ես իր գրած գործերը, որ ինքը շատ տաղանդավոր մարդ է, բայց անում է ուրիշ բան, դու դրանից ավելի ես նեղվում, ես շատ լուրջ եմ ասում, ես դա գիտեմ ինչ որ մարդ, որ շատ լավ բան կարող անի, ասում է վատ բան է անում, ինձ այդ ավելի է նեղում, իրոք շատ է նեղում այդ։ Բայց դա ինչից է գալիս, նա ունի սոցիալական խնդիր եւ գումար վաստակելու համար է դա անում, թե ուրիշ պատճառ կա։ Ես չգիտեմ իրենց պատճառները, իրենց դրդապատճառները, կարողանա կտրեք թե չէ, ասենք իրենց սեկտանտ լինելը, ես ինչ որ կատարվում է, ինձ դա դուր չի գալիս, ընդհանրապես ոչ մի բան, կարա կտրեք։ Չէ, մեզ մոտ ոչինչ չի կտրվում եւ ձեր ազատ խոսքը կարող եք ասել այդ տեսակետը եւ հարցնել հնչել է առավելևս։ Չէ, ես ինձ մի քանի անգամ եկել են ասել են չես վախենում անունիդ հետ խաղան, սեկտաներից մարդ ուղարկած, չեմ վախենում ոչ մի բանից։ Աշխարհի վերջից է չեմ վախենում։ Այսինքն համարձակ շարունակում եք ստեղծագործել, բայց նշեցիք նաև գումարային պահը, որ ձեզ չի հետաքրքրում, բայց դժվար չէ ստեղծագործողին, Հայաստանում ապրողին ստեղծագործողին նման պայմաններում աշխատել, առավելևս եթե ունես սոցիալական խնդիր։ Այսինքն ինչպես է լուծվում երգչի, չգիտեմ, դերասանի կամ մշակութային գործչի գումարի խնդիրը։ Ես ոնց ասեմ, միշտ եթե վերցնում ես սոցիալապես սոցիալական խնդիրը, փողը երբեք շատ չի լինում։ Բայց էլի նշեցի, որ կան ընկերներ, որոնց ես շատ շնորհակալ եմ, դա Ռուբեն Նաջաղինյան, Շարմ Հոլդինգի, որը ինձ տրամադրեց ստուդիան, ասացի կարելի է գամ ձայնագրվեմ ու մասամբ, հա, մարդը ասաց, որ Բայց միշտ դա հնարավոր է, Չէ, իհարկե հնարավոր չի, իհարկե հնարավոր չի, բայց կան մարդիկ, իմ բոլոր ընկերները, որոնք եկել են, որ ես երբեք չեմ նեղվում ֆինանսներից, այսինքն եթե ես նեղվում, ոչ մեկ չել իմանա դրանից, դրա մասին, բայց ես ունեմ ընկերներ, որոնք ասենք նույն Ռոմանը Մուշեղյան, որ ասաց, ես ուզում եմ դու չպետք է սենց մնաս, կան մարդիկ, ու նույնն էլ ես եմ անում, ես էլ ուրիշների նկատմամբ եմ անում, հա, ես հիմա պարապում եմ կաթիլներ վոկալ գործիքային, միակ վոկալ գործիքային երեխաների համույթը, որ նվագում են, կենթանի նվագակցություն է տեղ ունենում, ես գնում եմ այդ երեխեքը վոկալ եմ պարապում այդ երեխեքի հետ, լրիվ անշահախնդիր, որովհետև ես հասկացա, որ կարող եմ օգնել այդ երեխեքին, ինչի չօգնեմ, եթե կարող եմ։ Դուք նաև ձեր Facebook-յան էջում անում եք հաճախ քաղաքական գրառումներ, այ հետաքրքիր է նաև ձեր քաղաքացիական դիրքորոշումը, որքան է դա պետության խնդիր է, որ այսօր մեր արվեստագետները, մշակութային գործիչները, եթե չեն անում կոմերցիոն գործեր, ունեն սոցիալական խնդիր։ Գիտեք ինչ, ոչ միտեղ այսօր աշխարհում, եթե վերցնում ենք, եթե համեմատվում ենք Եվրոպայի եւ Ամերիկայի, պետությունը ոչինչ չի անում մշակույթի համար։
Նույնիսկ Ամերիկան չեմ վերցնում, որովհետև Ամերիկան մշակույթ մի քիչ շատ մեծ է ասված։ Ամերիկան կոմերցիա է։ Աշխարհում ոչ միտեղ պետությունը չի խառնվում մշակութային գործերի մեջ, բայց դա եկել է հարյուրամյակներով։ Ես ուզում եմ միշտ ասում, համեմատվեք պոստսովետական երկրների հետ։ Պոստսովետական երկրների հետ համեմատվելու հիմա մենք պետք է համեմատվենք անցանք Ռուսաստանը մի կողմ, հիմա մենք պետք է համեմատվենք երեք անդրկովկասյան երկրներ ենք, չէ՞, Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան։ Հայաստանը, որը գտնվում է ամենավատ աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում, բոլոր տեղերից սահմանափակ, ինչ է կատարվում։ Այսօր Վրաստանը ամեն ինչ անում է, հա, Ռասի Սայաթնովան վրացի է, կամ վրացին, երբ որ վրացական պար է լինում, ասի բա հայերը սենց ունեն, Ադրբեջանը ամեն ինչ անում է, իսկ Հայաստանը ոչինչ չի անում։ Ես նախանցած տարի էր, որ Եվրոպայից գնաց Եվրավիդենիա, ուրեմն այդ օրերին, երբ որ հսկայական գումարներ ծախսվեցին Եվրավիդենիայի վրա, այդ օրերին ես Եվրանյուսով նայում եմ, որ Ադրբեջանում բեմադրվել է շատ մեծ օպերա գրվել, բեմադրվել է, թե ոնց են հայերը Ղարաբաղում մորթել ադրբեջանցիներին։ Հարց եմ տալիս, այս դեպքում ինչ պետք է արվի։ Ինչի մենք ծախսում ենք միլիոնավոր դոլարներ Եվրավիդենիայի վրա, որը 20%-ն էլ չի նայում Եվրոպայում։ Ինչ ենք մենք դրա վրա այդքան փող ծախսում, եթե հնարավորություն կա, ու մենք չենք ծախսում, չենք դնում այն մարդկանց վրա, որոնք այո կարող են մշակույթ ստեղծել, որովհետև մշակույթը միակ բանն է Հայաստանը, որ կարող է ցույց տրվի աշխարհին ու աշխարհը ճանաչի։ Դա Եվրավիդենիան չի։ Թողներեն ինձ, ես էլ եմ փոփ երգել, հա, բայց թողներեն բոլոր փոփ երգողները, որ իրանք ոչինչով չեն զարմացնելու։ Էլ եմ ասում, ձայն, ինչպես ասում է Վահագն Հայրապետյանը, ձայն կովնել ունի, բայց կովը ոչ մեկին չի զարմացնում։ Դու չես կարող ոչինչով զարմացնել, բացի քո մշակույթից, եւ դա պոպուլյար երաժշտությունը չի։ Դա մշակույթ չի, դա ժամանցային արվեստ, ժամանցային ինչ որ բան է, դա արվեստ չի։ Իդեպ նշում են, որ դրսից է ներկրվում այն, որ այսօր մեր երկրում հազական հնչեղություն ունի կոնկրետ մուղամային, հա, այդ կատարումները, ինչ որ 6-8 ժանրում կատարումները։ Դուք այս տեսակետի հետ համաձայն եք, այսինքն ներսուց ինչ կարող ենք մենք անել, որ չենք անում։ Ներսից։ Ներսից, իդեպ շատ է ուզում խոսել դրա մասին, ուրեմն Ռուսաստանում կոնկրետ մի վարքյան Կազանում մտցվել է ժամ, արվեստի ժամ դպրոցներում, որոնք դասի ժամին երեխաներին տանում են ֆիլհարմոնիկ ու երեխաներին սովորեցնում են լսել սիմֆոնիկ երաժշտություն։ Իհարկե երեխան առաջի անգամ լացում է, կոնֆետա տանում հետը, կամած այդ երեխան նստած արդեն գիտի ոնց է նստելու ինքը, դուք հասկանում եք, երբ որ մուսուլման երեխաներին, որ Կազան, հա, Կազան մեծ, ամենամեծ օբլաստ, նա իր Կազան մայրաքաղաքով, որտեղ մուսուլման երեխեք են, հա, մեծ մասը։ Ճիշտ է, ռուսախոս, բայց համենայն դեպս այդ մարդիկ գնում են ու շաբաթը 2 անգամ Առաջինից մինչև 12-րդ դասարան իրանք շաբաթը 2 անգամ առնչվում են սիմֆոնիկ երաժշտության հետ։ Ինչ պետք է անի։ Ասենք ինչի մենք վերցնում ենք վատը ու ասում ենք վատա։ Կարանք վերցնենք լավը։ Մենք ունենք, ես կարծում եմ, որ մեր շատ լավ օրկեստրը, որ շատ եմ հավանում, Սերգեյ Սմբատյան երիտասարդական սիմֆոնիկ օրկեստրը։ Ես կարծում եմ, որ եթե մշակույթի նախարարը կամ ինչ-որ ման ասեն, ասեն Սերգեյ ջան, գոնե ամիսը մի անգամ, չեմ ասում շաբաթը 2 անգամ։ Սերգեյ ջան, բերում ենք ամիսը մի անգամ, մի օր, 2 սեանսով կարող ենք բերել աշակերտներին նստացնել, ես կարծում եմ, որ Սերգեյ կասի մեծ հաճույքով ու ոչ մի երաժիշտ տեղ չի ասի, չէ, ես չեմ նվագի։ Այդ պետք է անել, իսկ մուղամը ինչ ասեմ, պետք է այդ մուղամ լսողին դաստիարակես։ Իսկ համաձայն եք այն տեսակետի հետ, որ այդ մուղամը դրսից է ներմուծվում, որտեվ եթե ուզում ես ազգը պարակտես, պիտի նախ առաջ մշակույթը ոչնչացնես։ Դրսից որտեղից, եթե մարդը, որը երգում է, հայ է, ինչ կապ ունի դուրսը։ Գրանտներ են ստանում բազմաթիվ, ես կոնկրետ տեսակետներ եմ ասում եւ ինձ հետաքրքիր է նաեւ ձեր տեսակետը։ Ես դες հարց եմ տալիս, մարդը, որ
գլուխը դնում է բարձին, նետեր ասածս, երբ որ գլուխը դնում է բարձին քնելուց, ինչ եմ մտածում, ես այսօր փող աշխատեցի, թե ես այսօր մի հայոյանք ավելի քիչ ստացա, ասենք կամ չստացա հայոյանք, որն է լավ ավելի հանգիստ քնելու համար։ Դե իրեն երևի թե պետք է հարցնել։ Չէ, ես զուտ իմ համար եմ ասում, ես պես վերջերս նստած խոսում ենք, մարդ պետք է անի այն, որ բաց ճակատով ման գա։ Ոչ թե որ ասեն ինքը վատ բան է անում, այլ եթե դուր չի գալիս, ասեն լավ է որակով արած, բայց դուրս չեկավ, այսինքն ես չեմ լսի։ Այդ լրիվ ուրիշ է, այդ արդեն ճաշակի խնդիր է։ Բայց ճաշակը դաստիարակվում է փոքրուց։ Ես այդ եմ ասում, ինչի մուսուլմանները եղեք կարող են առնչվել սիմֆոնիկ երաժշտության հետ, իսկ քրիստոնյա հայ երեխաները մենք լսեն մուղամ, իսկ 6-8-ն էլ արդեն 6-8-ը դա ոչ չի, 6-8-ը դա ռիթմա, որը իմ գործի մեջ էլ կա։ 6-8-ը դա ռիթմա, բայց միայն դա չի, հա, ձերը։ Չէ, նու 6-8-ը ռիթմա, որը աֆրիկյան, իսպանական երաժշտության մեջ էլ ինքը շատ մեծ տեղ վերցնում այդ ռիթմով երգերը, աֆրիկյան, գրեթե Աֆրիկայի բոլոր երկրների երաժշտությունը 6-8 ռիթմի մեջ է իրենց ազգային երաժշտությունը, 6-8-ը այդպես վատ բան չի, 6-8-ն այդ ոնց են կատարում ու ինչ են անում։ Իսկ մուղամով համեմված է, թե ոչ, հա։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ Վակա, մեզ հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ ժամերի դեմքեր հաղորդման տաղավարում մեզ հյուրընկալվել էր հեղինակ, կատարող, պրոդյուսեր Վակա Դավթյանը, կհանդիպենք։